Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 28-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 28-ին։ Ոմանք ամուսնության առաջարկ կստանան, սիրո խոստովանություն, ոմանք նաև կարող են հրավերք ստանալ հարսանիքի, նման արարողության, կամ հարսանիքը արդեն եղել է և հիմա օրինակ կարմիր խնձոր եւ այլն, նման ինչ-որ պահեր են, որտեղ երկուշաբթի է օրը։ Կամ սկսում եք բուռն զբաղվել այդ հարսանեկան արարողությամբ։ Հնարավոր է նաև սա գործարք է, ինչ-որ մարդկանց հետ, որը որ կարող եք կնքել այդ օրը։ Եվ սա իմաստության, հասունության քարտն է, մարդիկ իմաստուն կդառնան, կզգաք, որ արդեն այն տարիքում եք, որում որ կաք ներկա պահին, մարդ իրեն արդեն զգում է այդ տարիքում, ավելի մեծ։ Սա նաև շրջապատն է, որ մարդիկ այդ օրը կարող են լինել լավ շրջապատում, կամ պաշտոնավոր մարդկանց հետ լինեք, սա նաև հավանականություն մեծ է պաշտոնի բարձրացում, պաշտոնի փոփոխություն նաև, գործունեության փոփոխություն, ինքը ընդհանուր շատ լավ քարտ է, բայց դիմացը խոչընդոտներ կան, ինչ էլ որ լինի, ինչ որ չափով խոչընդոտների միջով պետք է անցնեք, նոր հասնեք լավ բարձրունքի։ Խոչընդոտները այստեղ կամ նոր գործի մեջ է, նոր կյանքի մեջ է, կամ գուցե երեխաներն են ստեղծում, կամ երեխաների խնդիրներ կա եւ իրենց գործերով պետք է զբաղվեք։ Հնարավոր է նաև ինչ-որ բան եք ուզում անել եւ երեխաներին չեք կարողանում ինչ-որ մեկի մոտ ուղարկել, որ դուք գնաք անեք դա։ Ոնց որ դե խոչընդոտը տենց կոպիտ ասված երեխաների հետ կապված, բայց ովքեր որ հղի են, ամենայն դեպս ուշադիր եղեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա եզերն են, տարվա ծնվածն է, սա ամսվա ծնված ցուլերի հետ բացարձակ կապ չունի։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 28-ին։ Մի քիչ ծանր օր է ձեզ համար, կամ շատ աշխատանք կարող եք ունենալ, կամ շատ ծանրաբեռնված, կամ որից է կարմայական օր է, որից է դժվարություններով լի օր է։ Նաև ճակատագրական կարող է հանդիպում է այստեղ, որից է տղամարդու հետ կախված է ձեր տարիքից, տեսնենք ամենայն դեպս ով է։ Այստեղ պաշտոնավոր մարդ կարող է լինել, կամ պետական աշխատող, կամ ձեր տնօրենը, կարող է ինչ-որ մի բան է փոփոխում ձեր կյանքում, այդպես ճակատագրական, կարող է իրոք ինչ-որ գործ է տալիս, պաշտոն է տալիս, որը որ ձեր կյանքը փոխում է հիմնովին։ Նաև կարող գրում եք պետական հիմնարկություն եւ հանդիպելու տվյալ անձնավորությանը, կարող ինչ-որ մի բան դժվարությամբ է առաջ գնում եք իրեն դիմելու համար։ Դե ընդհանրապես սա ոնց որ մարդկանց տնօրենն է, ինչ-որ աշխատող տղամարդ, կարող բժիշկ է, կարող է ուսման հետ է կապված։ Եվ այդ օրը կգնաք ոչտեղ եւ երկար կմնաք։ Կարող է իրոք դանդաղում է, դանդաղ են ընթանում գործերը, կամ կանգնած են, դրա համար է այստեղ խնդիրներ կան, փորձություններ կան, որ պետք է դրա համար գնում եք երևի դիմելու այդ տղամարդուն, ինչ-որ հարցերով օգնի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 28-ին։ Անհանգիստ եք ինչ-որ հարցերի համար, միգուցե ճանապարհ պետք է գնաք, միգուցե տունն եք փոխում, տարածքն եք փոխում եւ ինչ-որ լարվածություն կա։ Այո, փոփոխության անհանգստություն է սա։
չեք կարողանում, ամեն մարդ չի որ կարողանում այդպես հեշտությամբ տանել այդ փոփոխությունը։ Եվ հենց կամ ոմանք ունեն հղի ծննդաբերող անձնավորություն տվյալ օրը եւ իր համար եք անհանգիստ։ Կամ հղի եք դա է ձեզ անհանգստացնում, որովհետեւ հա դա հետագան եք մտածում։ Եվ ընդհանուր կյանքում փոփոխություններ։ Առավել եւս, երբ որ գնում են մարդիկ ուրիշ երկիր, ուրիշ քաղաք, ուրիշ թաղամաս, այդտեղ բացարձակապես, հա, լարվածությունը ավելի է մեծանում։ Եվ այդ օրը գործերը ձեր կմղեք առաջ, յուրաքանչյուր գործ, եւ հաջողություն ունեք։ Ինչ էլ որ անեք, այդ օրը հաջողությամբ կընթանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, նաև ճագարներ են, ովքեր որ չգիտեն այնտեղ։ Ինչ է սպասվում, նաև կատու է կարծես թե կոչվում, ինչքանով գիտեմ։ Որոշ կանխատեսումներում կատու է կարծես նաև։ Չէ, վագրն է կարծես թե կատու։ Չգիտեմ, սա է կատուն, թե վագրը։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 28-ին։ Առիթ եք, կամ պատրաստվում եք, լարված եք, պատրաստվում եք առիթի, հնարավոր նաև պետք է ելույթ ունենաք ինչ-որ մի տեղ։ Դե համար անհանգիստ եք, լարված եք, ինչ-որ հասարակության մեջ կարող եք ելույթ ունենալ։ Նաև հասարակական գործունեություն է, որը որ պետք է անեք։ Տեսնենք լարվածությունը ինչից է, այստեղ անհանգստություն է, նաև ոմանց մոտ արտասուք, այստեղ խաբեություն է տիրում։ Խաբեություն, ինչ-որ մեկը խորամանկ է, ինչ-որ բան է կարող արել կամ ուզում է անել այդ օրը։ Անհանգստությունը տեղին է իհարկե, եթե այս մարդուն է վերաբերվում։ Հետևում կին կա, չգիտեմ այդ կինն է, թե ոչ։ Ամենայն դեպս խորամանկ պահեր կան այդ օրը, խաբեություն կա, ուշադիր եղեք յուրաքանչյուր պահում։ Տեսնենք ով է այս կինը։ Այս կինը հավատարիմ անձնավորություն է, կարող բարեկամ է, կարող ընկերուհի է, ընկեր է ուղակի, ով որ այդ օրը ձեր կողքին կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 28-ին։ Դուք եւս առիթի եք։ Տղամարդու առիթ է, տանը կազմակերպում եք ինչ-որ մի բան, ծնողի կամ ամուսնու առիթն է սա։ Համենայն դեպս այստեղ կարող է հասարակության ոչ հասարակական գործունեությամբ եք զբաղվում այդ օրը կամ ելույթ պետք է ունենաք, խոսում եք ինչ-որ միտեղ մարդկանց մոտ կամ ինչ-որ միտեղ կարող եք գնալ այգի եւ այլն, որտեղ շատ մարդիկ կլինեն։ Եվ հանդիպում շփում այդ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Մտերիմ անձնավորություն, կամ բարեկամ է, հարազատ է, ընկեր է։ Եվ տան հետ կապված ինչ-որ հարցեր, այստեղ իրոք ինչ-որ առիթ է տանը եւ կարող է այս մարդը գալիս է ձեր տուն, ցույց է տալիս հյուր, կարող է հյուր է գալիս։ Նաեւ դուք եք գնում տվյալ անձնավորության տուն հյուր եւ վերանորոգում եք սկսում, ինչ-որ մի բան է տան հետ կապված։ Տուն եք գնում նայելու, ինչ-որ մի թեմա է տան հետ կապված։ Կհավաքվեք տանը, կարող մարդիկ են գալիս տուն ուղակի, ոչ թե ինչ-որ մի բան նշելու, այլ հյուր են գալիս։ Շատ մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 28-ին։ Դե հիանալի քարտեր են, ընդհանրապես այս քարտը համարվում է ոնց որ մարդ իր կյանքում նոր իմաստ է գտնում, ինչ որ իդեալ եք գտնում կամ ինչ որ մի բան է այստեղ մարդը ուժեղ է, թուլության բացակայություն, ամեն ինչ վերահսկում եք, ամեն ինչ կարողանում եք անել։
Նաև ճիշտ միջավայրում եք գտնվում այդ օրը, ճիշտ շրջապատում, լավ մարդկանց մեջ կարող եք գտնվել, նայեք, այստեղ պաշտոնավոր մարդիկ կարող են լինել այդ օրը ձեր շրջապատում։ Հնարավոր է ինչ-որ պաշտոն են տալիս ձեզ կամ գործունեության փոփոխություն է, որը էլի ձեզ բարձրացնում է եւ դա ձեր կյանքին նոր իմաստ է հաղորդում։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, հավելյալ ուժ կունենաք։ Կարող մարդիկ լինեն, ովքեր որ ձեզ օգնեն վեր բարձրանալ որևիցե հարցում։ Նա ինքը ընդհանուր շատ լավ քարտ է, շատ։ Եվ որ մարդկանց ընկնում է, դա ինչ-որ նոր իմաստ է, նոր մարդը դառնում է իմաստուն, մարդը դառնում է ավելի խելացի, ավելի հասուն։ Երևում է, որ ինքը այդ տարիքում է գտնվում, մի տեսակ ինչ-որ բաներ կան, որ շատ լավ քարտ է սա։ Միայն նա, որ հայելու մեջ նայում ես, տեսնում ես, որ քո տարիքն է արդեն դա է վատ։ Այս կանա ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ձիերին չգիտեմ, որևիցե փոփոխություններ կան անվանակոչման մեջ, թե ոչ։ Կարծես թե չկա ուրիշ անուն։ Դե որ դուք խառնում եք, չգիտեք, որպեսզի հասկանաք, որն է ձեր նշանը։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 28-ին։ Բավականին աշխույժ կլինեք, անընդհատ այստեղ այնտեղ կարող եք գնալ, նորություններ կլսեք, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, որից մարդկանց տուն, նաև փաթեթ կարող եք ստանալ, նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ, տեղեկատվություն, ոմանց մոտ սա մեկ օրվա ծանոթություն այդպես, կամ կփորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք կարող եք փորձել ինչ-որ մեկի հետ ծանոթանալ այդ օրը։ Եվ բավականին էմոցիոնալ կլինեք, հանդիպում շփում որից է կնոջ հետ, ոմանք ռոմանտիկ շփում կունենան, ռոմանտիկ հարաբերություններ։ Բայց այստեղ խաբեություն կա։ Տեսնենք ով է։ Դուք եք լինելու խորամանկ, այդպես թե ինչ-որ մարդիկ կարող են խորամանկ լինել եւ խաբեն ձեզ։ Երկու հատ է դուրս գալիս։ Նայեք, այստեղ կարող է ինչ-որ մեկն է, որ աշխատում է պետական կամ ձեր աշխատանքի հետ կարող է կապված լինել։ Այնպես անի ձեզ, որ դուք սկսեք տատանվել։ Ընտրությունը չկարողանաք ճիշտ կատարել։ Ինչ-որ մեկն է, ով որ կարող է ձեզ դրթել, ձեր մեջ կասկածներ մտցնել, արդյոք այստեղ լավ է աշխատել, թե ոչ։ Եվ եթե նայենք, կախված է թե, չգիտեմ, ձիերի բնավորությունը այդպես շատ խորացված, հնարավոր է, որ դուք եք այդպիսին եւ դուք ինքներդ պետք է խորամանկորեն ճիշտ ընտրություն կատարեք։ Աշխատանքի մեջ է սա։ Աշխատանքի, պետական գործունեության, ինչ որ հարցի հետ կապված։ Նույն դեպս երկուսը թռան, սա հենց կարծես թե կա պաշտոն է։ Խորամանկ պետք է լինեք, որտեվ եթե մարդը խորամանկ չի, ապա մի քիչ պաշտոնի հասնելը գիտեք, որ հենց այնպես ուղղակի մարդը գլուխը կախ աշխատելով երբեք պաշտոն չի ունենում։ Ոչ ոք իրան չի նկատում։ Ինչքան էլ լավ աշխատող լինի։ Այսքանը, դե տեսեք, թե ինչ-որ մի հարց ունեք, կարող երկու աշխատանքի ընտրություն ունեք կամ ինչ-որ պաշտոն են առաջարկել եւ այլն, տեսեք, թե ով է այդ օրը ձեզ ուզում հեղափոխել։ Արդյոք որ մտածեք ուզում, ընդունեք դա թե ոչ։ Կամ եթե զգում եք ինչ-որ միտեղ կա թափուր աշխատատեղ, այդ պետք է մի քիչ ավելի աշխույժ լինեք եւ դուք ինքներդ այնպես անեք, որ գրանցվեք այնտեղ աշխատանքի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, դա նաև ոչխարն է։ Եվ այծը եւ ոչխարը երկուսն էլ կա։ Էլ չգիտեմ ինչ են ասում, բայց այծ են ասում եւ ոչխար։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 28-ին։ Բավականին ակտիվ կլինեք, շատ այսօր այն կողմ կգնաք, հյուրեր կընդունեք, դուք հյուր կգնաք, ճանապարհ կարող եք գնաք, նորություն ստանաք, փաթեթ, փաստաթուղթ, ինչ-որ մեկը փորձի ձեզ հետ ծանոթանալ կամ դուք փորձեք իր հետ ծանոթանալ։
Ակտիվության քարտն է, մարդը ակտիվ է։ Ձեր ցանկությունների հետևից կգնաք։ Այն ինչ որ դուք ուզում եք։ Նաև կարող է հերվից ինչ որ մեկի մասին ինչ որ բան իմանաք, լուր ունենաք, կամ դուք եք փորձում գնալ հեռու, դրանով եք զբաղված, այդ գործերով եք զբաղված։ Նաև դա ցանկության իրականացում կամ ցանկություն պահեք այդ օրը ուղղակի։ Եվ ոչ մի տեղ կգնաք երկար կմնաք, ինչ որ մարդու հետ կամ մարդիկ գան ձեր տուն, ասեք, հյուր է, գալիս ձեր տուն է մնում։ Նաև ինչ որ գործեր կարող են այդ օրը կանգնել կամ դանդաղել։ Չնայած դուք աշխուժանում եք, չեմ կարծում։ Ինչ որ մի բան կդանդաղի եւ հյուր է գալիս մնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 28-ին։ Հաջողակ օր է։ Հաջողություն է սպասվում։ Ինչ անեք, հաջողությամբ կընթանա։ Նաև ինչ որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ։ Ինչ որ գործեր են կանգնած, միգուցե տան հետ է կապված, դանդաղում են, դեռ ինչ որ մի բան առաջ չեն գնում։ Եվ տան հետ կապված յուրաքանչյուր հարցեր, միգուցե առիթ եք նշում, հյուրեր եք ընդունում, ուզում եք տեղափոխություն անեք, տուն եք փնտրում, ինչ որ բաներ են, որոնք որ կապված են տան հետ։ Այսքանը ձեզ համար, ինչ որ բաներ եք գնում տան համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին ապրիլի 28-ին։ Նոր գործ է սա, նոր ինչ որ մի բանի սկիզբ է։ Ոմանց մոտ սա երեխաների հետ է կապված, ոչ գործունեությամբ կարող եք զբաղվել, հնարավոր է նաև հղիություն, ծննդաբերություն, յուրաքանչյուր առիթ երեխաների հետ կապված, նոր կյանքի սկիզբ, նոր բիզնեսի սկիզբ, ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը, կամ նոր ինչ որ մի բանով զբաղվեք եւ ձեր կյանքի էջը փակեք, բացեք նոր էջ եւ նոր կյանքով սկսեք ապրել։ Եվ ոմանց մոտ սա հնարավոր է վեճ, ոմանց մոտ սա հնարավոր է տուն եք մաքրում ուղղակի։ Դա կապ չունի երկուշաբթի, ինչ է կախված է ձեր աշխատանքային գրաֆիկից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 28-ին։ Շներին չգիտեմ ինչպես են ասում, էլի կարծես թե ինչ որ անուն ունեք դուք։ Այսա նայեմ։ Չէ, շունը։ Հիանալի քարտեր են ձեզ համար։ Սեր, նոր հարաբերություններ, նավը գնում եք առիթի, այնտեղ եք հանդիպում, կամ հասարակության մեջ գտնվելով այնտեղ ծանոթանում եք, գնում եք ինչ-որ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան, առիթի ժամանակ եք ծանոթանում, ամենայն դեպս ձեզ սիրված նաև կզգաք, ձեզ կարող են լավ խոսքեր ասել, որ ձեր գեղեցկության հանդեպ, ձեր ինչ-որ այսօր տեսքդ ուրիշ է եւ այլն, կամ ձեզ վերաբերվեն շատ լավ։ Նաև ոմանք կարող է հասարակական գործունեությամբ են զբաղված, հասարակության մեջ կարող եք լինել այդ օրը, գնալ առիթի, ծնունդ եւ այլն, նաև խոսք ասեք հասարակության մեջ, կարող է քննության եք պատրաստվում կամ ինչ-որ մի բան, որտեղ պետք է խոսեք շատ մարդկանց ներկայությամբ։ Վերջին զանգել չի, որ ասեմ, մարդկանց ներկայությամբ խոսելու եք։ Եվ այդ օրը բավականին շատ այսուհեն կողմ կարող եք գնալ, կամ ինչ-որ մի հատ երկար ճանապարհ եք գնում, նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, եւ այստեղ կարող է սերը, կարող մեկ ակնթարթ ինչ-որ մեկին հավանեք, կամ փորձեք ծանոթանալ, կամ ինչ-որ մարդիկ փորձեն ձեզ հետ ծանոթանալ, բայց հավանեք տվյալ մարդուն,
Դե արդեն մնացածը ձեր գործն է, որպեսզի հետո չփոշմանեք։ Նաև ոչ նորություն կստանաք, փաթեթ ինչ-որ բան կա, պատվիրել եք, բերում է տուն։ Կամ դուք ինքներդ հենց նման գործով եք զբաղվում, օրինակ առաքմամբ եք զբաղվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելիորեն մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին, հա, այստեղ երկու նշանակություն ունի, եւ վարազ եւ խոզ։ Դեպ ես հորոսկոպը չեմ էլ ասել, չէ, չինական 2025 թվականի համար։ Ամեն դեպս ոմանք կարիերայի աճք ունենան այս շաբաթ, այս տարի։ Լավ առողջությամբ կլինեք։ Ինչ է սպասվում վարազներին խոզերին ապրիլի 28-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ։ Դա կարող է անհանգստություն կա, կարող է սա նաև համարդու վիճակն է ցույց տալիս, որ մարդը իրոք անհանգիստ է ինչ-որ մեկի համար։ Նույն դեպս տեսնենք ով է այս տղան։ Կողը իրար հետ շփվում եք, խոսում եք։ Մտերիմ անձնավորություն է, ում հետ որ կարող եք խոսել, շփվել։ Շատ եղեք որ չվիճեք, այ լեզվակռվի մեջ չմտնեք։ Նաև սա բամբասանք է։ Իմանում եք, որ օրինակ ձեր ընկերը մոտ բամբասում է ձեզանից, կամ ինքը ձեզ ասի, որ գիտես, չգիտեմ, ում խոսակցությունն էի լսել, բամբասում էր իրանից մի քիչ հեռու, կամ իրան շատ բան մի պատմի, այդպես։ Եվ այդ օրը ոմանք գնան առողջությանը հետևելու, ոչ նման կենտրոն, վարսավիրական ոչ կենտրոն։ Նաև ոմանք կարող է հղի են, ծննդաբերություն է սա, գնում եք օրինակ բժշկի ասում են, որ հղի եք։ Նաև ընտանիքն է, ընտանիքում է ինչ-որ մեկը հղի, ընտանիքն է մեծանում, նաև կարող ծնողների հետ եք անցկացնում, գնում եք ծնողի տուն, այնտեղ իրենց հետ եք անցկացնում, կամ իրենք են գալիս ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, կամ ինչ-որ մի բան եք իմանում ծնողից, կամ ծնողի հետ եք խոսում, շփվում այդ օրը ավելի շատ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։